կարա հիպոթետիկ գա մի ժամանակ, որտեղ արհեստական ինտելեկտը դառնա արհեստական բանականություն։ Գիտակցություն, Դե, արհեստական գիտակցություն։ Դե բանականություն ասելով այդ մի քիչ այդ որ ինտելեկտուալ մակարդակից ինքը գիտակցություն է։ Բայց այստեղ բարոյական խնդիր կա, այդտեղ այդ գիտակցությունը, որտեղ տարբեր գիտակցություններ կան։ Մենք այս տեզերքում մենք պետք է հասկանանք, որ կա չար եւ բարի գիտակցություններ, դա էլ հստակ կա։ Կա ինքնաոչնչացման տանող գիտակցություններ, կա դեպի ծաղկման ու երջանկության տանող գիտակցություններ եւ կան տարբեր ուղղություններ։ Հիմա այդ արհեստական ինտելեկտին, եթե ինչ-որ չափ զարգացնեն, իրանք դա մարդիկ չեն կառավարեն, որ գիտակցությունը դա կարա ներառի իր մեջ դեպի երջանկություն տանող գիտակցություն, թե դեպի ոչնչացում տանող գիտակցություն։ Դրա համար իսկ արհեստական ինտելեկտի մեջ մարդը դեռ այդքան բարձր զարգացած չի, որ ինքը կարողանա կառավարի։ Դրա համար նույն տենց հարց կա, ինչքան կարելի է դա տանել ու կարող է մի օր դեռ մարմնավորվի ինչ-որ գիտակցություն, բայց մեր համար շատ խորամանկ ու ինչ-որ մի գիտակցություն, որը կարող է մարդկությանը ոչնչացնի, չէ՞, հիպոթեզն կա։ Վտանգ սպառնի, ես չգիտեմ, ինձ վաղ, ասում եմ մենք կարանք անջատենք ինչ-որ բան, բայց ինքը կարա մի մակարդակ ասի, որ ոչ բան մեր ձեռքում արդեն չլինի, ինքը իրան գեներացնի էներգիա։